Հայ առաքելական եկեղեցուն սեքսուալ հեղափոխություն է։ Տերտերները բողոքում են, սեքս կուզեն։ Բարև ձեզ ժողովուրդ ջան։ Ծիծաղս գալիս է, բայց հիմա շատերդ կթվակ ասեք, ես ինչ ես դուրս տալի, էլի։ Խելքդ գցիր։ Լսեք, չէ։ Ես այս քանի օր լսում եմ ընդհանրապես այս լրագրողների հետ այդ ինտերվյուներ, էլի, ոնց որ խելագարված լինեն սրանք։ Այդ հողի վրա, էլի, այդ հոգևորականները։ Նամանավանդ Աջապահյանը։ Նա ոնց որ եկեղեցու բանը լինի, խոսնակը լինի։ Բողոքում է լրագրողին, նայեք, բողոքում է, որ ինքը կուսակրոն է, կարծես շփոթել է լրագրողին բանի հետ, սեքսոպաթոլոգի հետ։ Հասկանում եք, որ դա ծանր բեռ է հոգևորականի համար։ Մի խոսքով հեսա կլսենք, բայց մի բան, այս անասունը մոռանում է, որ եկեղեցին երբեք չի արգելում հոգևորականին ամուսնանալ։ Պարզապես ամուսնացած հոգևորականը մնում է իր գյուղում, իր տարածքի եկեղեցում եւ աշխատում է, իսկ չամուսնացած այդ ուխտը տված հոգևորականը, ասենց ասած, կուսակրոնության ունենում է առաջխաղացման իրավունք եւ բան, էլի բարձրանա դեպի իշխանական այդ եկեղեցական աստիճանով դեպի վերև։ Նույնիսկ այս աննասունը մոռացել է, որ Հովհաննես Թումանյանը մեր մեծ գրող Տերտերի երեխա է, Աջապահյան դեգեներատ։ Նենց որ դու սենց մի ցույց տուր իբր մեծ զրկանքների ես գնացել, որ դառնաս տերտեր ու հայ ազգը ձեռքաբերեք հոնման դեգեներատի։ Բայց տեսեք Հովհաննես Թումանյանի հայրը ընտանիքա կազմել, յար փողի մողի ընդեղ աստիճանի մասին չի մտածել, լիֆտի էլի, այն բան, կարիերնի լիֆտի մասին էլի, ազգին նվիրել է մեծ գրողի Հովհաննես Թումանյան։ Հերու չգնանք, նայեք, Պուշկինի պապն էլ է եղել հոգևորական, տեր։ Պուշկինի հորական կողմով պապը։ Նիչշայի հայրը եւս եղել է հոգևորական, լյութերանսկի священник է եղել։ Այն հեքիաթ կա, Ալիսա в стране чудес, Լուիս Կերոլ, էլի տերտերի աղջիկ է եղել։ Նենց որ աշխարհում շատ մարդիկ կան, որ հոգևորականներից են ծնվել, պատմվածքների մեջ կան, հայտնի մարդիկ կան, պարզապես, էլի ձեզ այսքան օրինակ բերեցի, որ եկեղեցին չի արգելում ամուսնանալը։ Այ կիսա խելագար։ Ինչ ես ընկած բողոքում լրագրողին։ Դեմա եկեք մի հատ լսենք։ Լսեք, միացնեմ։ Ու սենց կոմենտարյաներով կբան անեմ, էլի, կգնամ։ Խոսներից թող որևիցե մեկը թող փորձի մի ամիս առանց կնոջ ադրել։ Թող փորձի։ Պատկերացնում եք, ինչ ծանր բեռ է իրանց վրա, որ առանց կնկա ապրում են։ Անասուն, ամուսնանայր, հրաժարվեիր պաշտոններից եկեղեցական ու ընտանիք կունենայր ու չէիր տառապի։ Հիմա լսեք էլի շարունակություն ես խելագարի, էլի։ Մի շաբաթ թող փորձի առանց կնոջ ադրել։ Իրենք հոգևորական չեն, բայց այդ մարդիկ որոշել են, որ իրենք հոգևորական չեն, ուրեմն թող հարգեն այն ծանրությունը եւ այն բեռը, որի տակ մտել է հոգևորականն։ Հիմա այն տպավորությունը չստեսում, որ ես բանի արտարացնում եմ կուսակրոնության խախտում եմ։ Դուք 21-րդ դարում նայեք, ասում եմ չեմ արդարացնում, բայց ամբողջ եթերի ընթացքում չի էլ դատապարտում։ Նայեք, չի դատապարտում ուխտադրժությունը, հասկանում եք, հեսա սպասեք, լսեք սրա շարունակությունը։ Եղեք առողջ տղամարդ կամ առողջ կին եւ գնացեք կուսակրոնության ուխտի տակ մտեք։ Եվ հասկացեք այդ ծանրությունը, հասկացեք այդ ամբողջ փոխանակ աղոթեք այդ մարդկանց համար կանգնում եք, շոր խոշորացույցով դիտում եք խախտեց թե չխախտեց։ Մենք վերջ-վերջո ես 62 տարեկան մարդ եմ, հա 25 տարեկանում կուսակրոնության ուխտ եմ բարել։ Հազար մի փորձությունների միջով եմ անցել, հազար մի փորձությունների։ Նայեք, իրան ով է ստիպել դառնա կուսակրոն, որ հիմա ընկել է լրագրողին շփոթել է սեքսոպաթոլոգի հետ, նայեք, աղջիկը լրագրող է։ Ու բողոքում է,
որ ինքը հրաժարվել է սեռական կյանքից կամ բան, ես լսեք, սա տերտերա դարձել որպես այս այ ապացույցը ոչ հոգևոր շարժման, հասկանում եք, որ չթե այդ երազանքն է իր եղել կամ հոգևոր ձգտումը, այլ բիզնես։ Սա եղել է բիզնես պրոյեկտ, դրա համար հայկական եկեղեցին ընդհանրապես դա բիզնես պրոյեկտ է, ընտանեկան, ինչպես Գարեգինը, տեսեք, երկու աղբեր դերդեր են, մեկը Երևանում, մեկը Մոսկվայում։ Հիմա լսում ենք շարունակությունը։ Ու լրագրողն էլ է շատ թույլ պատրաստվում, էլի տես ինպես չէր հանել, օրինակ հայտնի մարդիկ, ովքեր հոգևորականի երեխաներ են։ Նույնիսկ մի հատ գիրք կա, Իսպովիչ սինը կարծեմ վերնագրով, էլի, հեղինակին չեմ էլ հիշում։ Ոնց որ հայտնի բաներ շատ կան, մարդիկ, որ հոգևորականի ընտանիքում են եղել, պատմվածքների մեջ է շատ շեշտվում։ Եկեք գնացինք հիմա շարունակությունը։ Միջով գիտեք իշկան թագատների ու գայթակղությունների միջով անցել որևիցե մի հոգևորական, որ հասել է տարիքի։ Դուք կարող եք դա երևակայել։ Սրբազան, բայց ամեն դեպքում սա արդյոք ձևական բնույթ չի կրում կուսակրոնությունը։ Այսա լսեք։ Եվ միգուցե այս հարցում փոփոխություններ ձևական բնույթ չի կրում։ Նախ կուսակրոնություն կոչված է, ռուսները ավելի ճիշտ բառ ունեն, բեզբրաչիե։ Այսինքն ընտանիք չկազմել, ընտանիք չունենալ։ Որովհետև եկեղեցին ինքն էլ հասկանում է, շատ լավ հասկանում է, ի սկզբանե հասկացել է, որ առանց սայտագումի հնարավոր չի։ Պատկերացնում եք ինչ ասում։ Նայեք, ես համոզված եմ, որ այս կիսախելագարը նույնիսկ աստվածաշունչ չգիտի։ Ես աստվածաբան մարդ չեմ, ես աստվածաշունչ սենց համառոտ եմ էլի սենց ուսումնասիրել։ Բայց կա մեղք, որը կոչվում է շնանալ, ասում է մի շնացիր, Աջաբահյան, այ։ Ասում է մի շնացիր, դա մեղք է արդեն։ Նայեք, շնության եւ ամուսնության ընտանեկան պարտականության արանքը, Նիկոլ, դու էլ լսի։ Ընկածաբանը ամուսնությունը ըստ Սուրբ գրքի, նայեք, արտամուսնական երեխան արդեն մեղքի մեջ է։ Վերցնենք Դանթեն, դժոխքի առաջի շրջանում տեղավորել է դժոխք։ Հենց այդ երեխաներին, որոնք երեխա ժամանակ մահացել են մեղքի մեջ։ Նրանց նույնիսկ չեն թաղել եկեղեցու այդ օրնված եկեղեցու տարածքում։ Նրանց թաղել են եկեղեցու կամ այդ օրնված այդ համայնքի տարածքից դուրս։ Լսում ես Նիկոլ, որ դու էլ միջև ամուսնացած ես, էլի քո մասին հետո պատմված կպատմեմ վերջում։ Ու նայեք, այս հոգևորականը ռուսերեն այդ բառի մեջ բիզբրաչիա։ Դա չի նշանակում, որ տերտերը այնտեղ ուխտ է անում, որ բան կլինի, էլի, ամուրի կմնա, չամուսնանալու ուխտ կլինի, ինչպես գողական մշակույթում կա, տեսեք, սիրուհիներ կարելի է ունենալ, բայց ընտանիք կազմելը գողական մշակույթը արգելում է։ Նույն ձևա մեկնաբանում այս դեգեներատը ռուսերեն բիզբրաչիա բառը։ Այն էլ չի հասկանում, որտեվ ինքը աստվածաշունչ չգիտի երևի, որ դա այն պատվիրաններից մեկն է, 10 մեղքերից մեկն է, չշնանալ։ Եվ ռուսերեն բիզբրաչիայի ու շնության արանքը հենց դա է ընտանեկան ամուսնական պարտականության ու բանի շնանալու բրակն է անգած։ Այսքան էս կիսախելագարը չի հասկանում։ Ու նայեք ոնց է մեկնաբանում ու վնգստում, որ իր սիրտը սեքս է ուզել 25 տարեկանից։ Անասուն, ընտրեիր ամուսնանալու այդ պրակտիկայով հոգևորականի կյանքը, ունենայր ընտանիք, ինչքան ուզում էր շաբաթը մեկը օրը մեկը սեքսով զբաղվեիր։ Որ ասում ես տեսեք ինչ ծանր բեռ է մեր վրա, հələ թող ուրիշը փորձի մի շաբաթ առանց կնոջ յոլա գնա, մենք հերոս ենք։ Հերոս տերտեր, որ առանց սեքս ապրի, այ խելագարություն։ Ես նույնիսկ մի բան ունեմ, հետաքրքիր առաջարկեմ մեր այդ լրատվականներին կամ կարելի է կազմակերպել բան, այն պոլիգրաֆ ինչ որ սուտը բռնում են, էլի ռուսերեն տենց հաղորդում կա, էլի բան, դետեկտոր լժի։
Օրինակ լրագրող, այս գեղեցիկ աղջիկը կազմում է, տեղադրում է մի հատ պոլիգրաֆ, ասում է տեր, արի իմ մոտ, Աջաբահյան, Պղծազան։ Արի մի հատ պատասխանի, տեսնենք դու ընդհանրապես Աստվածաշնչին հավատում ես, Աստծուն հավատում ես։ Դու հավատում ես ընդհանրապես Աստծու արքայությանը, մեղքին, դժոխքին։ Այս կարգի հարցեր տան, էլի պոլիգրաֆով ու տեսնենք այս հոգևորականները գոնե հավատում են, հավատ կա մեջները։ Թե պարզապես ես դարել է մեր հայկական բանում բիզնես պրոյեկտ, եկտերտեր դառնալ, բիզնես ունենալ, հարստանալ, Bentley, Prado, Mrado, ես մարդկանց հետ խոսում եմ, նայեք, հայ համայնքից ինձ շատ են դիմում էլի գրում, համայնքից կատարվող այդ այլանդակությունների մասին, էլի։ Նամանավանդ մի հատ հաղորդում ունեի ամիսներ առաջ, ինչի մեզ չեն սիրում, էլի, որ մարդիկ գրում են, լսեք, իսկի մենք մեզ չենք սիրում, էլի։ Բայց շատերը վախենում են բարձրաձայնեն անուններ տան ու իրանց դեմքից պատմեն, էլի, իրենց անձի հետ եղած, էլի, վախենում են, այս է մեր խիզախություն, էլի, որ հոգևորականը ինչ է արել։ Սփյուռքում հոգևորականը կրիմինալի հետ համատեղ համայնքներ են ու ղեկավարում եւ համայնքի հետ բյուջե մսխում, մարդկանցից այդ ամեն բանի համար փող հավաքում։ Պետական օրինակ դեպք պատմեցին Գերմանիայում թաղումը, որ պետությունն անում գերմանական լագերում մահացած մարդու, վերջի հացի փողը վերցրել էր հոգևորականը, իբր խոստացել էր մի հատ հայկական ավանդական թաղում։ Այլ մարդը գնում տեսնում է նույն ձևի տարան գցեցին փոսը։ Սա է մեր եկեղեցին։ Հիմա շարունակենք մեր այս խելագարը ինձ թվում է այս եկեղեցու բանն է, մեր հայկական առաքելական կորպորացիայի բանն է, մամլո խոսնակն է, ուրիշ մարդ չկա որ խոսա, մեկ սա է խոսում, մեկ էլ են Զամարոժնին, ինչ է անունը, Բագրատը, Բգոն։ Հիմա լսենք սրա մյուս խելագարությունները։ Դա որոշողը մենք ենք։ Քեզ թվում է թե եկեղեցին հանրային տարածք է, եկեղեցին հանրային տարածք չի։ Եկեղեցին կարող է ցանկացած մեկին արգելել մտնել եկեղեցի։ Դա է ուզում հարցնել։ Հիմա նայեք, ես այն մարդկանց եմ դիմում, որ ինձ գրում եք հոգևորականը դա եկեղեցի չի, այդ այլանդակ տերտերները եկեղեցի չեն։ Ժողովուրդ ջան, եկեք մենք ինքնախապեյությամբ չզբաղվենք, այսօր հայկական եկեղեցին օկուպացրել են այս ավազակներ, այս սեքսուալական ու ֆանտազիաների մեջ գտնվող շիզոֆրենիկներ, էլի։ Հենց որ այսօրվա եկեղեցիդ նայեք, ինքն է։ Բավական է, ասեք, որ եկեղեցին ուրիշ է, Աստված ուրիշ է, տերտերը ուրիշ է։ Տեսեք ինքն է որոշում, ում պսակադրի, ում համար բացի եկեղեցու դուռը։ Հիմա լսում ենք շարունակությունը։ Որովհետև եկեղեցին հայ առաքելականների համար ստեղծված սակրալ միջավայր է, որպես իրենք հավաքվեն եւ փառաբանեն Աստծուն։ Նայեք, հայ առաքելականների համար։ Հիմա եթե հայը ուղղափառ է, այդ եկեղեցի մտնելու իրավունք չունի։ Եթե հայը կաթոլիկ է, իրավունք չունի այդ եկեղեցի մտնի։ Այ հասկանում եք, սա ինչ է եղել, սա մենք ենք մեղավոր ժողովուրդը, որ եկեղեցուն այսքան թևեր է տվել, այսքան լեզուները երկարել է, որտեղ մենք չենք ունեցել, չենք թույլ տվել լինի այլընտրանք։ Հայը, նայեք, գոյություն ունի Մխիթարյան միաբանություն, հայկական կաթոլիկ եկեղեցի, Սուրբ Ղազար կղզում։ Քանի եկեղեցի կա Երևանում կաթոլիկ։ Ես Երևանի տղա եմ, ես չեմ հիշում։ Միգուցե միտեղ ինչ որ ես չեմ հիշում, եթե կա ինչ որ հասցեում եկեղեցի, մի հատ նկարը ցույց տվեք, տեսնեմ ես։ Մոսկվայում եղել եմ, կաթոլիկ եկեղեցի կա Մոսկվայում, մի քանի հատ կա։ Բայց Հայաստանում ես չեմ տեսել։ Ու այս է, որ սրանք մենաշնոր են ձեռք բերել հայերի շուտ Հայաստանում էլի։ Որ իրանք պետք է որոշեն, հիմա եկեք շարունակենք։ Իսկ դա գլխավորում է քահանան, առանց քահանայի չկա ոչ ցես, ոչ արարողություն, ոչ պատարակ, ոչ մգրդություն, ոչ պսակադրություն։ Դու որևիցե քահանայի իրավունք ունես պարտադրելու, որ ինքը մգրդի սրան կամ նրան, չկա նման պարտադրան։
Դու կարող ես որևիցե մի քահանայի պարտադրել, որ ինքը պսակադրի սրան կամ նրան, չկա նման բան։ Քահանան գործում է եպիսկոպոսի իշխանության ներքո, եպիսկոպոսը գործում է կաթողիկոսի իշխանության ներքո։ Եվ եկեղեցին, որ մենք բաց է Մոռանում է ասի, որ կաթողիկոսը գործում է Աստծո իշխանության ներքո։ Դուք տեսեք արդեն ինքը պատսազնացելնի փոխգիտակցության մեջ, գիտի, որ իրանք են տեր, իրանք Աստծուն չեն ծառայում։ Աստծո պատվիրանը, որ եկեղեցին Աստծո տունն է, որ Աստծո դռները բոլորի համար բաց են, մեղավորի թե անմեղի։ Այս մի բան ինքը չի ասում։ Նենց որ բավական է դուք պնդեք, որ եկեղեցին դա ժողովրդինն է, եկեղեցին դա հոգևորականը չի։ Այ ով է ներկայացնում եկեղեցին։ Հիմա եկեք շարունակությունն է միացնեմ, որ ձեզ չթվա սա կոնտեքստից կդրած ինչ-որ մի բան է։ Կաթողիկոսից արդեն վերև վեհապարից էլ ոչ մեկ չկա, նայեք։ ենք այսպես դռները բաց եւ ասեն ենք մտեք բոլորը, ովքեր ուզում եք մտնել, դա չի նշանակում, որ եկեղեցին հանրային տարածք է։ Ոսա չի եկեղեցին։ Ոչ էլ փողոց է։ Լսեք։ Եկեղեցին հայ առաքելականների համար սակրալ տարածք է, որտեղ հայ առաքելականները, նրանք, որոնց քահանան թույլ է տալիս, որ մտնեն, մտնում են պաշտելու համար Աստծուն։ Այդ նույն բանով հաջողությամբ գնացեք, մտեք կյանքի խոսքի սրա, ասեք մերն է։ Գնացեք Եհովայի վկաների տարածք մտեք, ասեք էսի մերն է։ Գնացեք մորմոնների եկեղեցին մտեք, ասեք էսի մերն է։ Չհասկացանք։ Ավետարանականների ժողովարանը գնացեք մտեք, ասեք էսի մերն է։ Հայարակելական եկեղեցին ձեր ձեռը պատան, թե այն որ մենք Սա այսքան եկեղեցիների անուն տվեց, որ նրանք պարզապես գործում են տարբեր ինչ-որ վարձակալված տարածքներում, էլի, փոքր։ Բայց այն, որ հայ ժողովուրդը դարերով այդ եկեղեցիները սարքել է, նայք, ժողովուրդ ջան, քո ցավը տանեմ, ինձ բացի եկեղեցուց ու խաչքարից մի բան ցույց տվեք, որ հայկականը ունի օրինակ 200 տարվա պատմություն։ Ցույց չեք տա։ Հայ ազգը իր ամբողջ պատմության մեջ սարքել է մենակ եկեղեցի ու խաչքար։ Եկեղեցին այդ փողերին որտեղից ժողովրդից հավաքած հարկերով, ժողովրդին քամելա, ժողովրդից մի քանի անգամ ավել փող ա վերցրել, քան եթե նույն հայը, նույն մահմեդական աշխարհում, էլի իսլամ ընդուներ կամ բան, կամ կաթոլիկ լիներ ու ապրեր նրանց համայնքում։ Այդ դեպքում այդ հայը ավելի քիչ փող կմուծեր եկեղեցուն, քան թե հայ լինելով։ Նենց որ այս ամբողջ հարստությունը, որ դիզել է եկեղեցին, դա դիզել է մեր պապերի խավարամիտ, միամիտ, կարելի ասել, տկարամիտ լինելու պատճառով։ Այս թանկարժեք այդ կառույցները, որ այդ աղքատ երկիրը, նայեք, Հայաստանը հարուստ երկիր չի եղել։ Երբեք չես համեմատի Հայաստանին Իսպանիայի հետ կամ Պորտուգալիայի հետ, էլի, նրանք աշխարհ են գրավում, օվկիանոսներ են տիրում։ Հայաստանը բենակ ոչ մի տնտեսական ինչ-որ մի բան չի ունեցել։ Մեծ բոնուսներ, որ ասես այդպես Հայաստանը, եսի գաղութներ ա ունեցել կամ եսի հարկեր են մուծել Հայաստանին, Հայաստանի գահին, չի եղել։ Քրիստոնեությունից հետո է նկատի ունեմ, էլի։ Ու այս ամեն ինչը ժողովուրդն է սարքել դարերով, ժողովուրդը իրանից կտրել է եկեղեցի է սարքել, ու որ սա այսօր այդ եկեղեցին համեմատում է մորմոնների կամ բանի այդ ախորների հետ։ Ես բանին դեմ չեմ, նայեք, հավատներին, էլի, դե սահմանադրություն է տալիս է բան։ Բայց ասեմ, այն որ կա ժողովրդի սարքած, այն ժողովրդի ասած աղոթած բան, էլի, այդ եկեղեցին, չես համեմատի այդ նորաստեղծ այդ ինչ որ կան այդ դրանք այդ աղանդների հետ ես ընդհանրապես դեռ բան չկա, էլի։ Նրանց եկեղեցիների հետ կամ նրանց սրահների հետ, ինչի հետ է համեմատում դեգեներատը։ Եկեք շարունակենք, լսենք այս կիսախելագարին։ Դռները լայնորեն բացել ենք ձեր առջև, դուք օգտագործում եք մեր դեր, չափերը ճանաչեք, պիտի չափերը ճանաչեք։ Հասկանում եք։ Եկեղեցում եմ։ Իրանք են որոշում, ումը կնքեն, ումը ինչ անեն, այսա մենաշնոր է կոչվում։ Այսա կոչվում է, որ հավատքը, սենց ասած, ոնց է բանեն, մանապոլիա ունի, էլի եկեղեցին։ Ինքը որոշի, ումը պսակի, ումը չպսակի։
Այ էսա որ ես մարդկանց հետ շփման մեջ եմ խոսում եմ էլի այն հաղորդումից հետո իմ բոլոր նամակներին ես անձամբ կարդում եմ պատասխանում եմ էլի եթե լրիվ անասունություն չի եշություն կամ անհասկանալի տառերով գրած չի բոլորին պատասխանում եմ հետաքրքիրը նա է որ ժողովրդի 80%-ը Նիկոլին դեմ է տեսեք Նիկոլի վարկանիշը ամենաշատը 20% է բայց ում հետ ես կապի մեջ եմ, ում հետ քննարկում եմ հեռախոսովա տարբեր ձև էլի։ Լսեք, բոլորը այս թեմայում Նիկոլի կողքն են։ Ոչ թե Նիկոլին են նայեք աջակցում կամ բան էլի, չի կարելի խառնել իրար։ Նրանք համամիտ են եւ միամիտ են Նիկոլի հետ էլի, մտքերի հետ, որ եկեղեցին չափը անցել է։ Ու դրա համար ես էլի եմ ասում Հիմա ոմանք փորձում են սա տարանջատել, որ միացնել, որ Նիկոլը ադրբեջանական ծրագիրը առաջ տանում իբր են Փաշազադեն ասեց, դուրը չի եկել։ Լսեք, Ադրբեջանը սա 5 տարուց ավել է, 7 տարի է, ինչքան է, այդ ծրագրերի մեջ է։ Նա օրական մի բան Հայաստանի հասցեին ասում է Հայաստանի պատմակ մշակութային ժառանգություն ուզում է ջնջի վճարում է տարբեր սենց քյաբաբշի պատմաբանների, բլոգերների, ում ասես էլի, որ հայերին բախարակ են։ Այս մարդը սա քանի տարիա դրանով է զբաղվում։ Հռոմի պապին էլ հասավ, ականջին նստեց, Հռոմի պապը էշշ դուրս տվեց։ Դեմենցիայի մեջ էր կիսախելագարը ինչ էր, ճանաչեց այդ եկեղեցիներ այդ մշակույթը ալբանական էլի։ Ու մի հատ ընդեղ մեր Հայաստանի դեսպան կամ բալ մեր Վատիկանի բանին Սուրբ Ղազարից էլի էր մեր հայ կաթոլիկները չգնացին մի հատ մասիկները մտցնին Հռոմի պապի բերանը։ Հենց որ սա նոր բան չի, որ Ադրբեջանը անում է, ու պետք չի իրար խառնել էլի։ Որ այ Նիկոլը էս անում, ես Նիկոլ չեմ պաշտպանում, ես Նիկոլի կնկանել եմ հասնելու իրան էլ։ Իրենց արտամուսնական ընտանիքին, երեխաներին, զավակներին, որ ըստ եկեղեցու բաներ էլի մեղքի մեջ են էլի վերջում կհասնեմ հիմա բանը այդ որ Փաշազադեի հետ կապված ժողովուրդ ջան ու ես բան ասեմ կապված են կոմիտեի էլի այդ համախմբան այդ գաղափարի հետ նայեք շատ արձագանք կա շատ մեծ մարդկանց հետ անընդհատ խոսում եմ, իրանք են զանգում, ինձ գտնում կամ շատերը արտակի միջոցով, արտակին գիտի, շատ մեծ արձագանք կա։ Տեսեք, կուսակցությունների կողմից այդքան բան չկա, կուսակցությունները դրանք գազագիր գրած ընտանեկան ինչ-որ բաներ են, էլի, սպաներ, անհատ ձեռներնեցներ են, որ աշխատում են այս կամ են քաղաքական ուժին Բայց նայեք, այս գաղափարին, որ հավաքվենք, էլի, արձագանքում են շատ, նայեք, պրոֆեսիոնալ մարդիկ, շատ պրոֆեսիոնալ, շատ, են որ իսկապես սիրտները ցավում է, էլի, ու նայեք, չգիտեմ ինչի, իմ մոտ լավ օպտիմիզմ կա այս ծրագրի նկատմամբ, Հիմա տեսեք մի բան ասեմ, շատ մեզ պետք գտնել բանին, կորդինատներ բանից, Ռաֆի Հովանիսյանից, կա ինչ-որ մարդ, որ ճանաչում է կամ բան, խնդրում ենք Ռաֆի Հովանիսյանի հետ կապի դուրս բերեք մեզ, հեռախոսի համարները կրկին կլինի, փոխանցեք իմ կամ Արտակի հետ, որ խոսանք, տեսնենք, մտածենք, թե ինչ ենք անում Եվ այդ մարդկանց ընդհանուր այդ տարբեր այդ հասարակական գործիչներ կան, որ բոլորը կապվեն իրար հետ սկսեն արդեն հանդես գալ եւ հայտարարություններ անեն։ Հենց որ եթե պետք է մեզ մի բան երկրում փոխել, ասում եմ, դա մեր կառույցն է լինելու, դա մեր ազգային արյան երթվալների պետք է այդ կոմիտեն լինի։ Հենց որ ես հենց երեք մարդ կար խոսում է հենց Ռուսաստանի համայնքից, էլի, ու կապված հենց այդ Փաշազադեի այդ բանը դրա համար հիշեցի, որ ես ասում եմ, որ Ռուսաստանում հայերի միություն գոյություն չունի։ Ես ասում եմ, իրան ասում եմ, օրինակ Փաշազադեն այդպես բան ասեց, սա ռուսական տիրույթն է, էլի, ռուսական
պրոպագանդա է ասենց ասած ռուսական լսարանի համար է էլի ասում են բան կար է Տիկին Արա Աբրահամովնան հայերի միության նախագահ ասում որտեղ է այդ ոչխարը ինչի մի հատ արձագանք չկա մեր հայերի միությունից Մոսկվայի գնում ես դուրը ծեծում ես ասում տունը մարդ չկա այ որ նայեք պատասխան տան հասկանում եք ես նույն այդ մարդուն եմ ասում ընդհանրապես Ռուսաստանի օրինակ հայությանը էլի այդ հայ որ իրանք հայ են ներկայանում հայ բիզնեսի ներկայացուցիչներ ձեզ ամոթ չէր այդքանը հա ես այ հիմա հայերի միությանն եմ ասում դուք կարող եք օրինակ կապի դուրս գաք Զատուլինի հետ կամ բանի նույն Պլատոշկինի հետ դրանք մարդիկ են որ Հայաստանի նկատմամբ ված չեն եղել երբեք Զատուլինի հետ կապված նա հիմա պերսոնա նոն գրատա է Հայաստանում բայց ես չեմ մոռանա երբ որ Ադրբեջանը եւ Նիգոլը ԿՊՆ-ի հետ միասին Նժդեի հասցեին ինչ ասես ասում էին Զատուլինը Նժդեին պաշտպանեց Եթե սխալ եմ ասեք սխալ եք դրա համար կան Ռուսաստանում նորմալ հարգված մարդիկ ինչպես եւ բանը Պլատոշկինը շատ հարգված մարդ որ ու հակա Թուրքիա նա Թուրքիային չի սիրում այդ է հետաքրքիրը Ես անձամբ եմ ճանաչում մարդկանց որ գենետիկ մակարդակով ատում են Թուրքիային եւ հասկանում են որ Թուրքիա Ռուսաստանի մեծագույն թշնամին է ոչ թե Ամերիկա ոչ թե Եվրոպա Ուկրաինա Թուրքիա Նենց որ այդ մարդկանց հետ կարելի է հաղորդում կազմել, էй, դեգեներատ, Արա Աբրահամովնա, կամ են բան ուր են, արծր ու բան կար, են ինչ է, են որ ձայներ էր լսում, բանը, այ, են հայերից, պատմաբան, անունը մոռացա, մի խոսքով էլի են, մի տեսակ Ստալինի վիճակը հակնում է, տենց ուզում եմ հիշեմ, բանը, Այս ես մտքից այդ կթռնի ու չես հիշի Լավ, ինչ էլ որ է Են որ ձայներ էր լսում, աստված գալիս էր իրան, ինքը պատմաբաներ ներկայանում էլի, այ կազմեք մի հատ հաղորդում ես մարդկանց միտեղ հրավիրեք ու այդ ադրբեջանական պրոպագանդայի մակարդակով գիտնականների հետ նստեք պատասխան տվեք Շատ էլ որ Փաշազադեն ընդեղ գլուխը պատտած, մի բան կթերը քաշած, մի բան ընդեղից խոսած էլի Այ այսքանը ես երեք ասել եմ այդ մարդկանց էլի թե չէ Արա Աբրահամյան ինչ անի նստի է շեշ խոսա բանի այդ են ինչ էր անունը ասում է Տրամպի բանին եմ եղել ինոգուրացիային գնացել եմ Տրամպի հետ բաժակ եմ բարձրացրել Քադաֆիի հետ գործեր էի անում փողեր տվեցի բեռավ հետ չբերեցի այ sense հիմարություններ խոսա մենակ Նենց որ այսքանն է այդ կոմիտեի գործից, նենց որ գործերից վատ չի, նայեք արձագանք կա, ժողովուրդ ջան, դուք դերդ մի գցեք։ Ու հիմա Նիգոլ, արի կնգաթետ, արի, նամանավան գնիգդ, Աննային։ Լսում եմ ես տերդերները ոնց են ձեր հասցեին խոսում, էլի, որ դուք անձամբ ընտանիք չունեք, ձեր ընտանիքը անօրինական է, առաջի սիրուհի են համարում կնգաթ, էլի։ Աննա Հակոբյան, հետը ապրող կին, տարբեր ձևի էլի ու արի մի պատմություն պատմեմ, ասե թող սենց հանելուկ լինի էլի ժողովուրդ ջան, տեսնենք ով շուտ կռահի էլի մի սիրո պատմություն, որ շատ է նման Նիկոլին ու բանին էլի որ այդ կապը անպարկեշտ է հասկանում եք, ես եկեղեցուն այստեղ տերտերներին ոչ մի բան չունեմ ասել, որ ձեզ մեղադրում են անօրինական այդ ընտանիքի մեջ տարիներ առաջ դա կկոչվեր բան, դա հենց շնացում եւ մեղք։ Դրա համար ձեզ պատմեմ մի սիրո պատմություն, որ նրանք հավատացեք ավելի երևի բարոյական է եղել այդ դրախտային անունը կրող կինը, քանց դու, Աննա Հակոբյան։ Ուրեմն այդ աղջիկը սիրահարված է լինում մի տղամարդու։ Իրար իրանք սիրում են, իսկապես։ Հավատացեք, այդ տղամարդը Եվս սիրելուց է լինում, հավատարիմ է լինում այդ կնոջը, ավելի հավատարիմ, քան շատ տղամարդիկ, ովքեր ամուսնացած են եղել, էլի երթում տված, բայց չի ուզել ամուսնանալ,
Նա ասել է իմ գործը կապված է իմ կյանքը պետության, պետական աշխատանքի հետ, այլ ոչ ընտանիքի։ Եվ այդ կինը նույնիսկ նրա այդ սիրուհին սենց ասաց, 2 անգամ մահափորձ է արել ինքնասպանության, էլի, ինքնասպանության փորձ, բայց բժիշկները փրկել են։ Բայց տենց էլ նա չի ամուսնացել։ Ամուսնացել են կյանքի վերջում։ Եվ նրանց այդ ամուսնությունը տևացել է մի 20 րոպե, միգուցե 10 րոպե, եւ կրկին բաժանվել իրարից, արդեն հավերժ։ Բայց բանը նա էր, որ կյանքի վերջում նրանք ամուսնացան։ Այ բարոյականությունը ստեղ է։ Աննա Հակոբյան, այդ 90-ի ականջից բռնի տարզակս, որ այսքան ամեն չպախարակեն ձեր երեխաներն էլ լինեն այդ մեղքի մեջ ծնված երեխա չհամարվեն։ Իսկ ինչ մնում է այդ հանելուկի այդ հերոսներին, կռահեք թե ովքեր են եղել այդ սիրո պատմության զույգերը, ում վերջում էլի ճակատագրի բերմամբ իրանք բաժանվում են հավերժ եւ մարմինները հանգչում իրարից անջատ, նույնիսկ գերեզմանում իրար չեն գտնում։ Տեսնում եք ինչ տխուր պատմություն է, բա Շեքսպիրը իր Ռոմեո Ջուլիետի հետ շուռ եկավ այնտեղ տախտակի գրապահարանի մեջ։ Այսքանը կապված մեր տերդերների էրոտիկ արկածների, սեքսուալ զեղումների, Նիկոլի ամբարո ընտանիքի, որ ամեն տեղից քարկոծում են ու մեր այդ կոմիտեի աշխատանքից։ Հենց որ շնորհակալություն ուշադրության համար, եթե հավանեցիք դրեք լայք, կիսվեք, տարածեք, այն մյուս հիմարներին էլ տեղեկացրեք, որ սենց նախաձեռնություն կա, որ պետք է հաջորդ ընտրություններին նենց անենք, որ ժողովրդական ուժերը հաղթեն։ Շնորհակալություն, հաջողություն։